Մեկ դար հայ ժողովուրդը հիշողության եւ պայքարի մեջ է ապրում։ 1915 թվականի չսպիացած վերքերը հուշում են, որ հայ ժողովուրդը շարունակում է ապրել հիշողության եւ պահանջատիրության միջև, անլռելի ճշմարտության, որը դեռ սպասում է միջազգային ամբողջական ճանաչման։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրասյանն ընդգծում է, որ ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարը միայն հայ ժողովրդի հարցը չէ, կարևոր է նաեւ Սփյուռքի դերակատարումը։ Տասնամյակներ շարունակ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը եղել է ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացը, բայց երբ որ կոնկրետ նայում ենք, տեսնում ենք, որ Սփյուռքի կազմակերպություններն են շատ ակտիվ դերակատարում ունեցել, հայ դատի գրասենյակները օրինակ տարբեր երկրներում։ Այս օրերին հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը վերածվել է հավաքական հիշողության կենտրոնի։ Այստեղ են այցելում հազարավոր մարդիկ մեկ ուղերձով։ Ճանաչել նշանակում է կանխել։ Ամեն տարի մենք կարծես թե նորովի վերարժևորում ենք ցեղասպանությունը, անցած պատմությունը եւ իհարկե ուղեկցում ենք այն անելիքները, որոնք պիտի շարունակենք հայոց ցեղասպանության ճանաչման ինչպես նաև հետագա ցեղասպանությունների կանխարգելման համար։ Թանգարանի գիտաժողովը այս տարի նոր շունչ ունի։ Թանգարանում պատմում են գիտական այս հավաքը ոչ միայն բովանդակային, այլև դիզայներական նոր լուծումներով է ներկայացված, ինչը զգայուն թեմայի հաղորդումը դարձնում է ավելի գեղեցիկ։ Կարելի է ներկայացնել ականատեսը, աչքը, մարդու աչքը որպես այն հարթակ, որը կապում է անցյալն ու ներկան իրար հետ։ Ցուցադրությունը կգործի 1 տարի եւ հնարավորություն կունենանք այսպիսով ներկայացնել նաև հենց օտարերկրյա այցելուներին իրենց իսկ երկրների կատարած գործը հայոց ցեղասպանության փաստագրման գործում։ Գայանե Մարգարյանն անդրադառնալով թանգարանի ձեռքբերումներին նշում է, որ դրանք բազմաշերտ են։ Այս տարվա մեր ցուցադրությունը, ժամանակավոր ցուցադրությունը վերնագրված է փաստագրելով հանցագործությունը հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրասյանը ընդգծում է, որ ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարում հիշողությունը բավարար չէ, հիշելուց զատ պետք է նաև պահանջել։ Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար պայքարելը նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն պատմական արդարությունն է վերականգնում, փորձում է վերականգնել, այլ նաև նպաստում է, որ աշխարհում այդպիսի ծանրագույն հանցագործություն, ինչպես ցեղասպանությունն է, դա կանխարգելվի։ 110 տարի անց հայ ժողովուրդը կանգնած է աշխարհի առաջ նույն պահանջով՝ ճանաչում, դատապարտում եւ պատասխանատվություն։ Ցեղասպանության ճանաչման պայքարը դարձել է արդարության վերականգնման պայքար։ Այն ոչ միայն անցյալը կեղծելու, այլև մոռացության եւ անտարբերության դեմ է։